Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ արգելի խորհրդարան բնավ չէի խոսի, եթե չլիներ Տիկին Զարուհու ելույթը, ցավում եմ, որ դահլիճում չէ, քիչ առաջ խոսում էր դահլիճը լքող պատգամավորների մասին, ելույթ ունեցավ գնաց շփվելու լրագրողների հետ, խնդրում եմ լսեք Տիկին Զարուհուն ինձ հիմա։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե դուք երիտասարդ խոստումնալից քաղաքական գործիչ, քաղաքական շարժումների և զարգացումների թոհ ու բոհում թողեցիք և գնացիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լավ արեցիք, որովհետև գնացիք սովորելու։ Ես ողջունում եմ դա մինչև այսօր։ Եթե ուզենաք սովորել, մանավանդ շատ բան ունեք սովորելու, կարծում եմ բաց մի թողեք հերթական առիթը։ Զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում գնալ դասադուլների։ Դուք գնաք Ամերիկա սովորեք, ձեր կրթությունը ապահովեք ավելի լավ կյանքի համար, իսկ Հայաստանում սովորող երիտասարդներին փորձեք օգտագործել որպես թնդանոթային միս, որպես մարդկանց զանգված, որոնց ուզում եք բերել հրապարակ ձեր անուշ քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար, որքանով է ազնիվ։ Դուք կարող եք սովորել դրսում, վայելել, Սաակաշվիլու հետ նկարվել եւ այլն, իստեղ երեխեքին ուզում եք դասերից կտրեք, իրենց ապագայից կտրեք, իրենց հացից ապագա կտրեք, տանեք հրապարակ, որպեսզի իրենք ձեզ ուժ տան։ Որովհետև վամպիրությունից բացի, այլոց էներգիան խմելուց ու վերցնելուց բացի ուրիշ ոչ մի ռեսուրս չունենք ապագայի։ Հաջորդը։ Ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում նման բաներ ասել ձեզ Տիկին Զարուհի, բայց դուք ստիպում եք։ Ձեր էքսցենտրիկ պահվածքով գրեթե մոտեցել եք տխրահարճակ համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումներին, ինչպիսին են Femen խումբը, որ հայտնի է իր ակցիաներով, երբ որ տարբեր մասսայական միջավայրերում տարբեր բաներ է բացում, եւ Pussy Riot-ը, որ մտնում է վանք, եկեղեցի ու սրբապղծություն անում։ Մի արեք դա, դուք լուրջ կին եք, ինտելեկտ ունեք, երեխեք ունեք։ Գնացիք ձեր տան դիմացը, թե ես իմ որտեղ այրեցիք ինչ-որ բաներ։ Դուք պատկերացնում եք, որ հանգարցնույն հանրապետականները որոշեն նմանատիպ ակցիա անել։ Մտնեն կանացի ակուստի մի սրա մի հատ մանիկեն գնեն, զարդարեն ձեր տեսքով ձեր շոյերի նման ու հետո ինչ-որ մի բան նկարեն այդ մանիկենի հետ ու դնեն։ Բամո, չի բա սա է մեր մակարդակը։ Ձեր մակարդակը գուցե սա է, մեր մակարդակը դա չի, բայց մի ստիպեք մարդկանց անել քայլեր, որոնք պարզապես ճարահատյալ են, որովհետև դուք չարաշահում եք ոմանց բարեկրթությունը։ Փողերից եք խոսում։ Երեք հակը ամբողջ օրը բողոքում էր, որ ժառանգության ձայները ծախված են հանձնաժողովում։ Կարող է ձեզ գնացել այդ փողը, թե Ռաֆի Հովհաննիսյանին, կարող ենք ճշտել։ Եթե հակի հազանգերը ճիշտ են, որ այդ տեղերը վաճառված են եղել, ուր է գնացել այդ փողը։ Ձեզ։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն, որ եկաք, նստեք։ Դուք խոսեցիք անխափան Տիկին Զարուհի, ես դες լսել եմ միջև վերջ, լսեք ինձ։ Երիտասարդների մեջ ատելություն մի սերմանեք։ Ատելություն մի սերմանեք։ Դա նույն երեխաներն են, որոնք ապրելու են այս երկրում առանց ձեզ ու ինձ այս քաղաքական դաշտում։ Տիկին Փոստար ջան, բարեկրթությունը միշտ հաղթում է։ Խրամատներ մի արեք։